Եթե չես գտնում քո ուզած էմոջին, ստեղծիր այն արհեստական բանականությամբ։ Բավարար է միայն համապատասխան ծրագրում ներբեռնել լուսանկար, ձայնագրություն, գրել որոշ շրահանգներ եւ արդյունքը պատրաստ է։ AI-ը զվարճալի թվալուց բացի կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ հնարավորություն է տալիս ստեղծել կոնտենտ, որն իրականից գրեթե չի տարբերվում։ Ինչպես ամբողջ աշխարհում մեր երկրում եւս արհեստական բանականության գործիքները օրեցօր հասանելի են դառնում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է ստեղծել ու տարածել նաեւ ապատեղեկատվություն, կախված անձի երևակայությունից ու նպատակից։ Պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունն այլևս մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, որն ունի շոշափելի ազդեցություն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Միաժամանակ պետք է նաև նշեմ, որ ոլորտային մարտահրավերները, ինչպիսիք են կեղծ տեսազանգերը, կեղծ տեսանյութերը, ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ բովանդակություններ, ենթարկվում են կտրուկ փոփոխությունների յուրաքանչյուր պահի, եւ որևէ կառույց եւ որևէ անհատ երաշխավորված եւ ապահովագրված չէ դրանց ազդեցություններից։ Օրական 20 տեսանյութ է թույլ տալիս սարքել, որ պատկերացնեք, հա։ Այդ նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը որոշմա կեղծիք սարքի, նույնիսկ առանց գումար ծախսելու, ընդ որում շատ փորձարկելու տարբերակներ ունենալով, կարող է ինչ-որ խեղաթյուրող տեսանյութեր սարքել։ Չատբոտն օրինակ ստեղծել է գաղտնագիր, որի միջոցով մարդկանց անձնական տվյալներին տիրապետելը դարձել է բավականին հեշտ։ Զգուշացնում են մասնագետներն ու վկայակոչում ChatGPT-ի վերջին զեկույցը, ըստ որի կան երկրներ, որոնք օգտագործում են այս ծրագիրը տեղեկություններ կորզելու նպատակով։ Հետևաբար պետք է զգոն եւ ուշադիր լինել տեղեկատվական արտահոսքից խուսափելու համար։ Խոցելի կարող են լինել նաեւ զինծառայողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ ընտրողների ռեգիստրից կարելի է օրինակ իմանալ, որ այս զինծառայողի սա ծնողներն են, իմանալ իրենց հեռախոսի համարը, կոտրել, այսինքն այդ դեպքում զանգելուց զինվորը տեսնում է, որ հենց ծնողն է զանգում ու փորձել հենց ձայնը փոխել ու տեղեկատվություն ստանալ կամ փոխանցել ինչ-որ կեղծիք։ Դժվար է տարբերել սովորական մարդու համար, ով ունի մեդիագրագիտության մակարդակ, լսում է միայն իր հարազատի անունը եւ արդեն էմոցիոնալ ֆոնի վրա կարող է տրվել տվյալ մանիպուլյացիաներին, թե SMS հաղորդագրություններ ուղարկել, թե կատարել պահանջը, որը հնչում է։ Արհեստական բանականությամբ հնարավոր է նաեւ իրական տեսանյութում հեշտությամբ փոխել մարդու դեմքը։ Այս զեղծարարության հիմնական նպատակը շանտաժի միջոցով անձից գումար կամ գաղտնի տեղեկություն կորզելն է։ Ըստ մեդիա հոգեբան Սաթեն Գրիգորյանի, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց AI-ով գեներացվում է այնպիսի կոնտենտ, որը դժվար է իրականից տարբերել անգամ մասնագետների համար։ Նշույլ իսկ կասկած ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի կամ անձի, ով կկարողանա ճիշտ կողմնորոշել տվյալ իրավիճակում հասկանալու համար, պարզելու համար արհեստական բանականությամբ գեներացված կոնտենտը, թե ոչ։ Օրինակ ուշադիր նայեք թարթելուն, որովհետև արհեստական բանականությունով սարքած տեսանյութերը թարթ չեն թարթում սովորաբար, ինչ-որ անճոռնի շարժումներ են եւ այլն, երբ որ ինչ-որ շրջանցող շարժումներ են, պտույտներ կան եւ այլն, այդտեղ արհեստական բանականությունը խառնվում է, օրինակ ձեռքը կարող է ինչ-որ մի պահ աչից ձախ դառնա, հետո էլի ուղղվի, հա։ Ոտքերը կարող է մեկ էլ տեղերով փոխվեն։ Շատ ակնթարթային դա կարող է լինել, բայց եթե մարդը ուշադիր լինի, կարող է դա բռնացնել։ Տեսանյութը կեղծ է թե իրական կարելի է հասկանալ նաև ստվերներից ու տեսանյութում պատկերված անձանց մազերի տեսքից։ Ուշադիր զննելու դեպքում աչքի բիբում նկատելի են որոշ արտացոլանքներ։ Զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու հավելում. եթե տեսանյութի դեպքում հնարավոր է տարբերություններ գտնել, ապա ձայնային հաղորդագրությունների դեպքում դա առավել բարդ է։ Կամ տեքստ ես տալի, ինքը տեքստը կարդում այդ մարդու ձայնով, կամ դու խոսում ես, բայց քո ձայնը այդ մարդու ձայնով է, էլի դուրս գալիս այն կողմից։ Այստեղ կարծում եմ ամենալավ տարբերակելու ձևը ունենալ ինչ-որ ֆրազներ, ոնց որ գաղտնաբառեր, հա, երբ որ դու զգում ես, որ քեզ ծանոթ մարդ ինչ-որ տարօրինակ հրահանգներ է տալիս։ Պարբերականության սկզբունքով իրականացվում են մեդիագրագիտության դասընթացներ ՀՀ զինված ուժերի ենթակայության ներքո գտնվող բոլոր զորամասերում։ Սպաներին եւ զինծառայողներին իրազեկում ենք, թե ինչպես զերծ մնալ տեղեկատվական արտահոսքից եւ կիբերհարձակումներից։
Կեղծիքներից զերծ մնալու համար պետք է առաջնորդվել նաև բանականությամբ, թե որքան իրական կարող է լինել տվյալ տեսանյութն ու ձայնագրությունը։ Հաճախ հենց բովանդակությունը պետք է հուշի անձին, թե որն է գեներացված նյութի հիմնական նպատակը։ Այդուհանդերձ, անկախ նրանից տեսանյութն ու ձայնագրությունը իրական է, թե ստեղծվել է արհեստական բանականությամբ, պետք է զերծ մնալ զինված ուժերի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուց։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Շիլինգարյան, Զինուշ։